Նա խլեց նրա կյանքը մեծ երգչուհու ամուսնության դաժան ճշմարտությունը, Երևանի շքեղ համերգասրահում հազարավոր մարդիկ կանգնած ծափահարում էին նրան։ Նրա ձայնը, ինչպես լույս, ճեղքում էր խավարը։ Նրա անունը անի էր լրատվամիջոցները նրան անվանում էին Հայաստանի սոխակ։ Բայց այդ հանգիստ ժպիտի և փայլուն զգեստների հետևում լուր դժոխք էր բոցավառվում։ Ընտանեկան դժոխք։ Անին ամուսնացել էր մի տղամարդու հետ, ով առաջին հայացքից հաջողակ ղեկավար և աջակցող ամուսին էր թվում։ Նա մեղմ էր խոսում, ուներ հաշվենկատ ժպիտ և միշտ կանգնում էր բեմի կողքին։ Բոլորը կարծում էին, թե նա աշխարհի ամենաերջանիկ կինն է։ Բայց տանը պատմությունը այլ էր։ Նա վերահսկում էր։ Նա հրահանգում էր։ Նա ստիպում էր. «Այս զգեստը մի հագիր։ Այդ կոմպոզիտորի հետ մի աշխատիր։ Հարցազրույց մի տուր։ Քո ժպիտը կեղծ է»։ Քիչ-քիչ նա սկսեց ինքնուրույն կազմել նրա ծրագրերը։ Պայմանագրերը կնքում էր իր անունով։ Նույնիսկ նրա եկամուտներն էր կառավարում։ Անին այլևս աստղ չէր, նա ոսկեզօծ վանդակում փակված գերի էր։ Ամուսինը ստիպում էր ընդունել համերգներ, որոնք նա չէր ցանկանում։ Ստիպում էր հիվանդ վիճակում բեմ բարձրանալ։ Ստիպում էր լռել։ Գիշերները, երբ բեմի լույսերը մարում էին, սկսվում էին նրա արցունքները։ Կինը, որի ձայնը հազարավորներին էր հանգստացնում, ինքն իր համար ապաստան չուներ։ Մի գիշեր ծանր համերգից հետո նա փլվեց դիմահարդարման սենյակում։ Բժիշկները ասացին՝ ուժեղ նյարդային ճնշում է։ Լրատվամիջոցները գրեցին՝ սիրված արտիստի հոգնածություն։ Բայց ճշմարտությունը այլ էր։ Զոհաբերված կյանք։ Տարիներ անցան։ Անին այլևս նախկին ձայնը չուներ։ Ոչ նրա ձայնալարերի պատճառով, այլ նրա հոգու։ Մոտ ընկերները ասում էին. նա այլևս չի ժպտում։ Վերջապես լուռ ու ցավոտ հայտարարությամբ նա հայտարարեց, որ ընդմիշտ հեռանում է բեմից։ Ոչ մի բացահայտ սկանդալ չեղավ։ Ոչ մի դատավարություն չկայացավ։ Բայց բոլորը հասկացան, որ նրա ներսում ինչ֊որ բան կոտրվել է։ Նա կենդանի մնաց, բայց նրա կյանքը խլվեց։ Եվ մարդիկ վերջապես հասկացան՝ երբեմն սպանությունը զենքով չի կատարվում։ Երբեմն վերահսկմամբ, նվաստացմամբ և վախով մի հոգի դանդաղ մարում է։